Բարև ձեզ հոկեյի արգելի սիրահարներ, Fast Media-ն սկսում է ձեր ուշադրությանը ներկայացնել հոկեյի աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի երկրորդ տուրի հանդիպումների տեսությունը։ Մինչև մեկնարկեր օրվա կենտրոնական հանդիպումը ուժերը չափեցին 4 թիմեր եւ Քուվեյթի հավաքականը գրանցեց առաջին հաղթանակը եւ 15-6 հաշվով հաղթեց Ինդոնեզիայի թիմին։ Առաջին տուրում Քուվեյթի թիմը պարտվել էր 3-13 հաշվով ու երկրորդ տուրում հենց առաջին խաղափուլում մեծ հաշվով շատ հարցեր չթողեց Սիլիա Դրոզդեցկիխը եւ Վալերի Բուդևիչը փայլուն հանդիպում անցկացրին։ Դրոզդեցկիխը 3 գոլ եւ 5 ասիստ գրանցեց իր հաշվին, Բուդևիչն էլ դարձավ 5 գոլի հեղինակ եւ նաեւ 2 անգամ օգնեց խաղանկերներին գրավել մրցակցի դարպասը։ Power play-ում նույնպես թիմը փայլուն աշխատեց, մեկ անգամ կարողացավ գրավել Ինդոնեզիայի դարպասը, 3 short-handed գոլ Գոլարած ստացվեց արդյունքում երկրորդ խաղափուլը, թե Ցիբինը, թե Բուդևիչը կարողացան միավորները ֆաճախ աչքի ընկնել, մրցակցից պատասխանեց միայն Աֆիսը, կարողացավ դուբլ գրանցել իր հաշվին, բայց որքան էլ փորձում էին կրճատել հաշվի տարբերությունը, միևնույն է Քուվեյթի հավաքականը կարողացավ ավելացնել թե երկրորդ եւ թե երրորդ խաղափուլերում, ընդհանուր հաշվով երկրորդ խաղափուլում 8 անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Երկրորդ հանդիպումը կայացավ Իրանի եւ Մալազիայի միջև Իրանի հավաքականն էլ գրանցեց այս մրցաշրջանի առաջին հաղթանակը 5-1 հաշվով պարտության մատնեց Մալազիայի թիմին, իդեպ Մալազիայի հավաքականը միակն է, որ դեռ չի կարողացել միավոր վաստակել։ Արդյունքում շատ ավելի խիտ է մրցաշարային աղյուսակը 3 թիմ ունի, 3-ական միավոր Իրանի հավաքականը, Քուվեյթի հավաքականը եւ Ինդոնեզիայի թիմը։ Առաջին խաղափուլում Իրանի հավաքականը 3 անպատասխան տապոակ ուղարկեց Մալազիայի դարպասը Խեյան Ֆարը, Համզենն ու Օրբանին առաջին անգամ։ Առաջին խաղափուլում հենց կարողացան տապոակ նետել մրցակցի դարպասը ու այս արդյունավետությամբ էլ թիմը կարողացավ լուրջ առավելություն ստանալ։ Երկրորդ խաղափուլում մրցակցից պատասխանեց միայն Շոուն Նաթանիել Յուն եւ այդ տապոակը փաստացի չօգնեց Մալազիայի հավաքականին։ Եվ կենտրոնական հանդիպման մասին խոսենք, Հայաստանի հավաքականը շատ բարդ պայքարում կարողացավ առավելության հասնել։ Առաջին տապոակը Խուդյակովը նետեց մրցակցի դարպասը եւ երկրորդ խաղափուլում հենց բացվեց հանդիպման հաշիվը, սակայն այդ առավելությունը երկար պահել չստացվեց, Սինյավսկին գրավեց Փութուլյանի պաշտպանած դարպասը։ Այնուհետև Ռասուլովը բարձրացրեց մականը եւ այսպես մոլորեցրեց մեր դարպասապային, իդեպ Փութուլյանը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց, թե հիմնական ժամանակում եւ թե օվերթայմում ոչ մի շանս չէր տալիս մրցակցի հոկեյիստներին։ Արդյունքում power play 5-3-ի դիմաց եւ Մաքսիմ Կուզնեցովը Դավթյանի կատարած փոխանցումից հետո այսպես one-timer-ով հավասարություն բերեց պայքարում ու երրորդ խաղափուլում էլ թիմերին չհաջողվեց գրավել միմյանց դարպասը։ Փութուլյանը ինչպես առաջին խաղափուլում, այդպես էլ երրորդում կարողացավ 4 հանդիպում անցկացնել։ Զուգահեռ Իգրաչևը բավականին շատերը օգնության հասնում հենց երրորդ խաղափուլում։ Թիմերը ունեցան power play-երի հնարավորություն, բայց այլևս չէր ստացվում օգտվել այդ հնարավորություններից։ Իսկ արդեն օվերթայմի վերջում Հայաստանի հավաքականի հոկեյիստները բազում պայր ստեղծեցին, բայց Մալցևի եւ Իգրաշևի կայուն խաղը թույլ չտվեց, որպեսզի մեր արձակման գծի առաջին ուղղակի հատկապես 3 արձակողները կարողանան գրավել Ուզբեկստանի դարպասը։ Հանդիպումը տեղափոխվեց արդեն հետխաղյա Բուլիտներ, որտեղ վրիպեց սկզբում Կրավչենկոն չկարողացավ գրավել Փութուլյանի պաշտպանած դարպասը, իսկ հետո արդեն նույն շարքը շարունակեց Մանուկյանը, հրաշալի նետում կատարեց, բայց հորիզոնական դարպասաձողը հասավ օգնության։ Ռուստամ Խոնովը այստեղ վրիպեց, նետում կատարել չկարողացավ, իսկ Մաքսիմ Կուզնեցովը հրաշալի օգտվեց իր հնարավորությունից ու բացեց Բուլիտների հաշիվը։ Այնուհետև վերթը հասավ Նազարևիչին, որից հետո Փութուլյանը շարունակեց փայլուն աշխատել եւ եկավ հենց այս դիմակայության եւ հանդիպման վերջակետը դնելու։ Կովալենկոն մի փոքր դադար եւ տապոակն ուղարկեց մրցակցի դարպասապայի ոտքերի արանքով։ Արժևում է երրորդ տուրը, Հայաստանի հավաքականը հանդիպելու է Քուվեյթի թիմին, իսկ այս տեսությունը ձեզ համար մեկնաբանեց Սարամ Ավագյանը։